Արցախում շատ լավ էր կյանքը մեր։ Բայց հիմա չվատացա, հիմա մանավանդ Փաշինյանի ղեկավարության տակ մեր վիճակը շատ այն վիճակը չի որ պետք է լինի հայ ազգին վիճակը, որ աներ Ղարաբաղը կրեվրած, բանրած, պատերազմա թուրքերի հաղթած, բայց Նիկոլիս պարտվալակ։ Ոչ դա թուրքն է մեզ հաղթալ, Նիկոլն է հաղթալ։ Նիկոլի դավաճանությունը, Նիկոլի անմարդկությունը եւ մեկ Ղարաբաղցիք համոզվածը, որ ինչպես Ղարաբաղը հանձնալ, այդպես էլ կամ ողջ Հայաստանը, կամ Հայաստանի մի մասն հանձնելու։ Այդ հայ ազգը շատ երևի ինքն որ Ղարաբաղցիք ստե դուրս կան։ Եթե հեսա կրեու եթե հանդարտի Ուկրաինա, ինձ թվում է Ղարաբաղցուց մեծ մասը դույս է ճավո։ Որտե մեր փողերը կտրում է։ Հա, մեր իրանց տված փողը մեզ չէ տամ, Երևան ցույց է տալիս, որտեղ մենք ապրում ենք նրանց ենք տալիս։ Հատե ես նահարդն երկու հոգի, 100 ման ստանում եք 100 մանի տալիս։ Հիմա ճիշտ է երկուսն է թոշակարու եք, բայց եթե մենք այս փողը չստանանք, մեր թոշակները տան վարձ, բա ինչով ապրենք, ուրեմն ստիպված պիտի գնանք Ռուսաստան։ Դուք երկու հոգով եք, ձեր ընտանիքում քանի հոգի եք։ Մեր ընտանիքը, մեր մեծ աղջիկը Ֆրանսիայի ապրում, մենք այնտեղ չեք ուզում գնալ Ֆրանսիա, փոքր աղջիկը ստեղ է, առանձին, նա երեխա ունի, նա մեզ հետ չի կարող ապրել, շատ է, տեղը փոքր տեղ է, մենք բոլոր չենք տեղավորվելու, եթե մենք էլ գնանք դեղ։ Դե մնացածն էլ ցրև եկած։ Բոլորը ամենտեղ, բայց Հայաստանով թե աշխարհով։ Աշխարհով։ Հատե ասում մեծ աղջիկը Ֆրանսիա ապրում։ Եկածը ստեղ Ղարաբաղից։ Հետո տեսա որ չի ստացվում կյանքը։ Գնացել են Ֆրանսիա։ Որ դուրս եք եկել, ո՞նց եք դուրս եկել։ Կարողացել եք ձեր գոնե այդքան տարիների կուտակածը դուրս բերեք, թե չէ, ինչա բերեք, մեր փեսի մեքենայով եկավ։ Երկու տոպրակ հակոստով, հատե մեր հակոստով, մնացալ անտեղ, երկու տուն այրը, մենը սեպական, մենը պետական, երկուսն է մնաց դեղ, մեր կահույքով բանում, ամեն ինչը, որ տարիները հավաք, տարիները կոտակավակ, հիմա ամեն ինչը մնաց դեղ, հիմա էլ տեսնակ, դե երևի, որ կրևը հանդարտի, եթե մենք էլ երևի գնանք Ռուսաստան։ Իսկ Արցախ վերադառնալու հույս կա, մտածում եք, որ կգա մի օր, կփոխվի իշխանություն, չգիտեմ, սերունդ կփոխվի, ինչ որ ձևով հնարավոր։ Հույսը կա է, ասում է, հույսը վերջումն է մահանում, հույս ունենք, եթե լավ Ռուսաստանի կամ ուրիշ տեղ լինենք, եթե ճանապարհը դեպի Ղարաբաղ բաց է, մենք վաստալով, ես ոտքով կգնամ Ղարաբաղ, եթե ասին կարելի է գնալ, ոտքով։ Էլ չեմ ուզում ոչ իբե որ ունեցվածքը պենը թոչեր ոչ չասնի ոչ մի թակի մեր Ղարաբաղը մեր հողը մեր ամեն ինչինի ես ոտքով էլ կգնամ հատե վաղ ասին ոտքով գնա Ղարաբաղ ես կգնամ մնացածը դա մի մարդ ինքն է որոշում իր կյանքը ինքն է որոշում գնա թե չգնա թե մնացեք թե ինչ անի թե ոնց անի ես կգնամ որտեղ լինեմ Ռուսաստան որտեղ լինեմ ես կվերադառնամ Ղարաբաղ եթե նույնիսկ իմանաք որ Ադրբեջան չէ եթե ադրբեջանցի կա չէ կամ պիտի Հայաստանի կազմը կամ անկախ պիտի լինի կամ էլ միջազգային հանրության ներքո Ադրբեջանի չէ Ադրբեջանը ոնց որ հատե հիմա փռնոտում է բանտարկում է այնպես էլ մեզ մեկ ասում ով է պատերազմալա նա մեղավորը նա պիտի բանտարկ բայց ոչ տղամարդկությունը Ղարաբաղի տղամարդ բոլորն էլ կրեուն հալ թուրքերի դեմ բոլորին պիտի փրիմինա կանայք մնա կանայք երեխաներ մնան չէ Ադրբեջանի եթե իշխանության տակ չէ Իսկ են որ հայտարարում են ասում են կռվեիք չկռվեցիք դուրս եկաք մենք ինչ մեղավոր ենք իշխանություններից Ալեն Սիմոնյանն էր ասում դա սուտ է որովհետև կռվալը բայց առաջինը զենքը պակաս էր ես էլ եմ կա զենքը պակաս էր առաջինը երկրորդը կազմակերպած չէր երրորդն էլ այն 20 թվականի կռվից հետո ժողովուրդը ուրա դուխան ընկալան դուխը կուրծրալան Առաջ որ են տղեկը որ պատրաստ են առաջին գիծը գնալ, երեխաները պատրաստ են առաջին գիծը գնալ, բայց 20 թվականի պարտությունից հետո մեր ձեռքերը թույլացավ։ Մանավանդ որ այն ժամանակ ողջ հայազգը մի բրունսկի նման էր, չէ։ Մենք մեր թիկունքից մեր հարվածում։ Բա ոնց կրվանիկ։ Թուրքերի դեմ կրվանիկ, թե հայերի դեմ որ թիկունքից հարվածը ման։ Այդ պատճառով էլ դիմադրալը, բայց այն դիմադրություն չէր։ Ինչով դիմադրից որ ոչ տանկեր ունենք, ոչ բան ունենք, իրաք սամալյոտներ ունեն, իրաք ռմբակոծում են, մենք ինչ անենք, ինչով կռվենք։
Հիմա արցախցիները կարող են այսպես միասնական մի ելք գտնեն։ Ինչ է կար, թե Մենակ արցախցիները չէ։ Ուրեմն Արցախցու հետևին պիտի կամ Հայաստան կաղնացի, կամ ասի մի ուրիշ երկիր։ Գնամ ասին Հնդկաստան կաղնացինի, Ֆրանսիա կաղնացինի։ Ասի ես ապահովում եմ ձեր ամեն ինչը։ Գնացեք ձեր անվտանգություն ապահովում։ Բայց երեխաները վերցին գնա գորինչ թուրքը կտորի երեխաների։ Չէ։ Մենակ իմ կարծիքով մենակ Ղարաբաղցի չեն կարող, դե 120,000 Ղարաբաղցի։ Երևի այսօր Հայաստան շատ 60-70,000 են, դրանից ավելի չէ։ գնացել են արդեն։ Գնացել են արդեն, շատ էր գնացել են։ Բայց հեսա, եթե 67,000, եթե բանակ հավաքի, դա շատ մի 3-4,000 անց բանակ կդար։ 3-4,000 բանակ կարիք 10 միլիոն Ադրբեջանի դեմ կրվեք եւ 85 միլիոն Թուրքիայի դեմ կրվեք, չէ։ Ով է մեզ ենք տալ, ով է մեզ ամեն ինչ տալ։ Հայաստան չի տալ, քանի Փաշինյանը չի սատկել, չեն տալ։ Այս մարդը պիտի գնա, որ մեզ մեկ ամեն ինչի ունենանք։